Պարոն Սաղաթելյան, նախ երեկվա իշխանության քննադատության մասին, դաշնակցության հետ կապված, նրանք խոսում էին ձեր նվիրատվությունից եւ պարզվում է դաշնակցությունը ընդամենը 1 միլիոն դրամի նվիրատվություն է ունեցել։ Ինչպես է գոյատևում այդ գումարը ձեր կուսակցությունը։ Սուտ են ասում, հերթական անգամ ու ինչպես միշտ շարունակ։ Այդ հաշիվները մոնիտորինգի է ենթարկվում եւ նվիրատուների ցանկը կա եւ այդ գումարները ինչպես են հայթայթվում ու մնացածը, այսինքն պետք է հասկանալ այս մարդը ինչ է ուզում եւ ինչ է անում։ Երեք շատ ավելի լկտի հերթական ցինիկ հայտարարություններ արեց այդ մասին, խոսում է կուսակցությունների ներքին ժողովրդավարության մասին, թե իր ինչ գործն է, փորձում է դրանով միջամտություն գործել այլ կուսակցությունների ներքին գործերին։ Տեսեք, դաշնակցության պես ներքին ժողովրդավարություն ունեցող կուսակցություն ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում քիչ կա։ 135 տարի կուսակցության ներքին ժողովրդավարությունը այն մակարդակի է։ Դուք տեսել եք, ասենք իրանց մոտ են առաջնորդներ, շեֆեր, մեկ անձի իշխանություն։ Այս կուսակցության ամենամեծ առավելություններից մեկը հենց իր ներքին ժողովրդավարությունն է։ Մեր ժողովները ոչ թե փակ են, այլ ժողովները շոու չեն։ Այդ ժողովներում իրականում քննարկվում են մեր հարցերը, խնդիրները, մեր երկրին ապագային վերաբերող վեր են հանվում, ծրագիր է մշակվում, այսինքն մեկ մարդու շնորհանդես չի, հետևաբար դրա համար են մեր ժողովները փակ տեղ ունենում ու ամեն անգամ խոսել ենք եւ բացատրել ենք այդ մասին։ Պետք է հասկանալ այս հարցի, բայց իրականում խորքը ինչա կատարում։ Գոյություն ունի ապազգային, անհայրենիք, անսրբություն, հայկական ինքնության դեմ պայքարող մի իշխանություն, իշխանության մեջ գտնվող մի ուժ, որը այդ է իր գաղափարախոսությունը եւ դրա հակառակը կա դաշնակցությունը, իբրև ազգային կուսակցություն, համայնքական կուսակցություն, իր ինքնության համար, իր ժողովրդի իրավունքների համար, տեսլական ունեցող։ Ասում դուք ձեր ինքնուրույն կփակվեք իր կարիքները չկա։ Գիտեք, այս 135 տարի մեջ գիտեք ինչքան Նիկոլ Փաշինյաններ են եկել գնացել։ Դաշնակցությունը դա գաղափարախոսություն է, դա էություն է, դա բովանդակություն է, ժողովրդի ծոցից ծնված գաղափարախոսություն ու կուսակցություն է։ Թող մի օր իշխանության չլինեն, կտեսնեն քանի օր կդիմանան։ Հետևաբար դուք տեսնեք ով կփակի, ով կմնա։ Ամոթանք էր տալիս ձեզ, ասում էր չեք ամաչում, որ մինչև հիմա չեք կարողանում իշխանափոխություն անել։ Ասում էր վերկացեք հեղափոխություն արեք։ Տեսեք, ես այդ մասին շատ եմ ասել։ 24 ժամ թող դադարեցնեն ուժային կառույցների ապօրինությունները, ձերբակալությունները, լսումները, ճնշումները, այն ինչ որ անում են, կտեսնենք ինքը կմնա թե չէ։ Այսինքն այսքան մարդ ձերբակալել, այսքան բռնություններ, ով խոսի տանեն կալանավորեն, հետո կանգնեն ասեն, բա ինչի հեղափոխություն չեք անում։ Դրանով երկու նպատակ է ուզում հետապնդում։ Մեկ ուզում է ցույց տա, որ իր գործած դավաճանությունները, հակապետական գործունեությունը, եթե ինչ է ասում, պատերի տակ ինձ չեն գյուլնում եւ մինչեւ հիմա իշխանության են, ուրեմն ժողովուրդը համաձայն է ինձ հետ, բայց ինքը սխալում է, ժողովուրդը համաձայն չի։ Եվ եթե դեռ ինքը իշխանությունն է, չի նշանակում, որ արտահայտում է մեր ժողովրդի հավաքական կամքը եւ ժողովուրդը համաձայն է իրենց քայլերի եւ գործողությունների հետ։ Ինքը փորձում է սրանով ժողովրդին ներքաշել եւ մեղսակից դարձնել այն բոլոր դավաճանություններին, զիջումներին եւ հակապետական գործունեությանը, որ իրականացրել են։ Սաղաթելյան, հենց այս պահին էլ կառավարության դիմաց պատերազմի մասնակից մի խումբ տղաներ, այսպես հանդիսավոր կերպով մեդալները հանձնում են, վերադարձնում են եւ իրենց ողոքն են արտահայտում իշխող ուժի դեմ, որ իրենք պայքարի պատմությունը խեղաթյուրում են, այսպես են ասում, սրան ինչպես եք վերաբերվում։ Նորմալ են վերաբերվում, իրենք անընդհատ փորձում են ներկայացնել, որ մեր ազգային ազատագրական պայքարը, Արցախյան շարժումը, նրան հերոս տղերքը, ովքեր իրենց կյանքը նվիրել են, զոհաբերվել են հանուն հայրենիքի, արել են հանուն ոչնչի։ Արժեզրկում են մեր ամբողջ անցյալը, մեր հերոսական էջերը ու փորձում են ներկայացնել, թե մենք ընդհանրապես ստամոքսով ապրող կենցաղային ազգային նպատակներ չունեցող ժողովուրդ ենք արժեզրկելով այդ պայքարը։ Հետևաբար այդ տղերքի հերոսների իրենց կյանքը մեր երկրի համար դրված ազատամարտիկների այդ քայլը շատ հասկանալի է ու ողջունելի։ Միայն խոսում են դասալիկների մասին, միայն խոսում են ինչ որ չգիտեմ սպաների, չգիտեմ
գեներալների թերությունների բացթողումների մասին, ինչի չեն խոսում են տասնյակ հարյուրավոր դեպքերի մասին, որտեղ հայ զինվորը 18 տարեկան, 20 տարեկան հայ մարդը ինչ սխրագործություններ արել, ինչը վերջի փամփուշտը կռվել եւ պաշտպանել իր հայրենիքը, իր խրամատ, իր դիրք։ Ինչի չեն ներկայացնում այդ ամեն ինչ։ Միայն մի պատճառով, որպեսզի արդարացնեն իրենց հանձնումները, իրենց դավաճանությունները եւ այն վիճակը, որ այսօր գոյություն ունի։ Խնդրեմ։ Կարող եք պատահի վախենում եք Հայոս Սաղաթելյանը ունեք հեղափոխություն անել, որովհետև ասում եք բանդերը կլեցնի ուժային կառույցների ձեռքում։ Օրինակ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոքեր, չէ՞, բանդերը լիքն էին, ընդդիմադիր գործիչները ճնշվում էին, բանդերն էին լցվում, փողոցային ակցիաները, այո, ոստիկանական ուժերի միջամտությամբ կռեցվում էին։ Այս տեղին ունեցավ 2015 թվականը, դուք էլ ողջունեցիք։ Ուրեմն վախենալու մասին այդ հարց տվեք նրանց, ովքեր այս 5 տարվա ընթացքում չեն արել այդ ամեն ինչը եւ առաջին գծում ու առաջին շարքում չեն պայքարել այս իշխանությունների դեմ։ Վախեցողը չէր պայքարի, բազմաթիվ քրեական գործերի միջով անցել ենք, ես ասել եմ նախորդ 5 տարվա մեջ չի եղել մի օր, որ մի քանի դաշնակցական բանտում չլինի։ Ընդ որում ձեր Նիկոլ Փաշինյանը, որ շատ հաճախ ասում է որ չեն պայքարում, այո, այս ընդդիմությունը ձեր Նիկոլ Փաշինյանը ինքը իմ համար երբեք վարչապետ չի եղել, չի էլ լինելու, մի խանգարեք։ Ուրեմն, երբ որ շարունակ ինքը պնդում է, որ այս ընդդիմությունը իմ համար գանձ է, շատ հարմար ընդդիմություն է, բայց գանձին ինչի անընդհատ ձերբակալում, ինչ են այդքան դաշնակցականներ նախորդ 4 տարվա ընթացքում շարունակ հայտնվում կեղծ շինծու մեղադրանքներով բանտերում ու նաև այս պահին, այս դրությամբ։ Նախորդ իշխանությունների ժամանակ ամեն ինչ լսել եք մի անգամ ասած լինենք եղել է 100%, լավ, հրաշալի, բայց նախորդ իշխանությունները սրբազան չեն ձերբակալել, նախորդ իշխանությունները ազգային բարերար չեն ձերբակալել, նախորդ իշխանությունները մարդու պարզ դիրքորոշման համար այս ապօրինությունները չեն արել։ Հետևաբար ձեր համեմատությունը անտեղին է եւ կապ չունի մեկի հետ։ Կարող է պարոն Սաղաթելյան սրբազանները չեն առարկել նախր փողոցով իշխանափոխության ճանապարհը ձեր համար։ Երբեք մեր համար այդ ճանապարհը փակված չի եւ երբեք չի կարող փակված լինել։ Ես չեմ բացառում իրավիճակ, երբ որ փորձենք նաեւ այդ ճանապարհով խնդիրը լուծել։ Այդ հարցը մենք եթե այդքան վատ է ինչու փողոց չեք հանում, թե հարմարվել է։ Գիտեք, 4 տարվա, տեսեք, պատերազմից հետո հայրենիքի փրկության շարժում 5-6 ամիս, այն որ անընդհատ ինքը ծանր է տանում Բաղրամյանը փակել էիք մաղալ, այդ մաղալներ ինքն է արել։ Բաղրամյանն ու Դեմիրճյան փողոցները 3-4 ամիս փակեր, մարդիկ իրենց բողոքն ու աննազանությունն էին արտահայտում։ Դիմադրության շարժում, սրբազան շարժում, Արցախի հայաթափման օրերին, այսինքն տասնյակ հազար մարդիկ դուրս են եկել փողոց եւ պայքարել են եւ ամեն անգամ ավելի շատ մարդ է դուրս եկել, քան դրանից առաջ։ Հետեւաբար ցույց տալ, որ ժողովուրդը համակերպված է, հաշտ է եւ նախորդ տարիներին պայքար չի եղել, ինքը կեղծում է ու նաեւ սրան այս ջրաղացին ջուր են լցում նաեւ այսպես ասած որոշ ընդդիմադիրներ։ Փաստա չէ, որ 4 տարի երկրում ներքին կայունության, ըմբոստության խնդիր է եղել։ Ինչն է խնդիրը, համակերպվել եք, թե դեր ասած բանտերից եք։ Գիտեք, այսպես պատասխանեմ, ամեն շարժումից հետո ասել են վերջացավ, սրանից հետո մարդ դուրս չի գա ու դուրս է եկել ավելի շատ։ Այսքան էս բան կարող եմ ասել։ Սաղաթելյան, այսօր երեկոյան չէ, այս նիստից ավարտից հետո արտահերթ են նշանակել եւ հայտարարության նախագիծ են ընդունում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հաստատված խաղաղության մասին։ Նախ ուզում եմ իմանալ մասնակցելու է Հայաստան խմբակցությունը այդ օրակարգով արտահերթին եւ եթե ոչ, ինչու չեք մասնակցում, որպեսզի դուք էլ աջակցություն հայտնեք։ Քիչ հետո խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ հայտարարել ենք, որ չենք մասնակցելու այդ նիստին, պարզաբանեմ ինչու։ Նախ ակնհայտ դարձավ այսօր, թե ինչու են արտահերթ նիստ հրավիրում այս նախագծը, որովհետև քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ Կոպենհագենում հանդիպում ուներ եւ այդ հանդիպումից առաջ հերթական անգամ ուզում էր դուր գալ Ալիևին
ցույց տալու իր հնազանդությունը եւ իր պահանջները շարունակական կատարելու այդ մեծ ցանկությունը։ Մենք ոչ Ալիևին դուր գալու խնդիր ունենք, ոչ էլ նրա պահանջները կատարելու պարտավորություն։ Սա մեկ, երկրորդը չենք մասնակցում, որովհետև սա բացառապես ԿՊ-ի տեսակետն է եւ կապ չունի ոչ մեր ժողովրդի, ոչ էլ Հայաստանի Հանրապետության կամքի եւ հավաքական շահերի հետ։ Սա ԿՊ-ի ԿՊ կուսակցության նախագիծն է եւ չի կարող մենք այդ քննարկմանը չենք կարող որևէ կերպ մասնակից լինել։ Իսկ ինչ վերաբերում է օգոստոսի 8-ին այսպես կոչված երկու ամսական խաղաղությանը, դրա մասին կետերով անդրադարձել ենք, դա խաղաղության հետ կապ չունի։ Երբ որ մենք ասում ենք սա խաղաղության հետ կապ չունի, անմիջապես ասում են դուք դեմ եք խաղաղությանը եւ հանդես եք գալիս խաղաղության դեմ։ Մենք դեմ չենք, խաղաղությունը անհրաժեշտություն է, բայց իրենց առաջարկածը զիջումների, հսկայական զիջումների դիմաց զինադադար են ընդամենը, որ իրենք փորձում են մեր ժողովրդին ծախել իբրև խաղաղություն։ Հետևաբար այս շոուին մենք չենք պատրաստվում մասնակից լինել եւ չենք մասնակցել։ Իմպիչմենտի գործընթացը ինչ ստորագրությունները փոխանցել եք այդ նախագծի տակ։ Մեր գործընկերները ձևաթուղթը փոխանցել են մեզ, падգամավորների մեծ մասը ստորագրել են, ունենք երկրից բացակայող падգամավորներ կվերադառնան կստորագրեն, ունենք անազատության մեջ գտնվող падգամավոր, որ դեռ ձևաթուղթ իրեն չենք փոխանցել, կարծում եմ շաբաթվա մեջ ստորագրված կվերադարձնենք ձևաթուղթը մեր գործընկերներին։ Դրանից գործընթացի մնացած քայլերի հետ կապված պետք է դիմեք պատիվ ունեմ խմբակցությանը կամ հանրապետական ստորագրություններն եք պարոն Սաղաթելյան դնում, մի րոպե, մենակ ստորագրություններն եք դնում եւ մնացած ամբողջ պատասխանատվությունը թողնում եք իրենց։ Շատ հստակ հայտարարել եմ գործընթացի համար կա քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժ, խմբակցությունը դրել է իր ստորագրությունները, ակնկալում ենք ողջամիտ ժամկետներում ապահովել մնացած ստորագրությունները, սկսել գործընթացը եւ խորհրդանի ամբիոնից հայտարարել եմ մեր աջակցությունը այդ գործընթացին լինելու է, կլինի փողոցում, կլինի որտեղ, բայց քայլերը հարկականություն ոչ, կա գործընթացի քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժ։ Եթե նախանձախնդիր եք իմպիչմենտի գլուխ բերելու հետ կապված, պարոն Սաղաթելյան, ճիշտ չի, որ դուք ձեր մասով ձեր անելիքներն անեք։ Մեծով ասա չենք անելու, բայց ես ասեցի չենք անելու։ Իր խմբակցության падգամավորների հետ համոզեք դեպ միանան։ Ես չեմ կարծում իրենց համոզելով հնարավոր է որ միանան, պետք է լինի համաժողովրդական հուշք ու ճնշում, իրենք տեղիք տան ժողովրդի այդ ճնշմանը եւ միանան։ Ի սկզբանե մենք այդ տեսակետին ենք։ Հիմա ինձ հավելյալ հարցեր, եթե տա գործընթացի մասին, ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ չգիտեմ մեր գործընկերները ինչ քայլեր ունեն պլանավորած։ Բայց այդ թեմայի կապված դուք ասում եք, որ ակնկալում եք ողջամիտ ժամկետում իրենք գործընթացին, այսպես գործնական արդեն փուլ մտնի նաև այդ մյուս լրացնելու հետ կապված։ Եթե օրինակ այդ ողջամիտ ժամկետները նախ ինչքան են, օրինակ ինչքան դուք կսպասեք եւ եթե ինչ-որ X ժամկետ հետո, որը դուք կհամարեք ողջամիտ, տեսնեք, որ նույն տեղում է process-ը, հետ կվերցնեք ստորագրությունները։ Գիտեք, ստորագրությունները հետ վերցնելու եւ այլի բանի մասին չի խոսքը։ Խոսքը հետեւյալի մասին է, որ քանի որ կար երկար խոսակցություն, որ process-ը հաջողելու հնարավորություն ունի եւ դանդաղում է այս պատճառներով նորից չկրկնում։ Ողջամտությունը ու տրամաբանությունը հուշում է, որ այս process-ը պետքա երկար դարակում չմնա այդ փաստաթղթերը եւ պետքա տեղի ունենա գործընթաց։ Մենք այդ ակնկալիք ունենք ու այդ իմաստով ակնկալում ենք այդ ժամկետների հարց։ Իսկ եթե մնա երկար դարակում, ինչ հետևություն կանեք։ Խոսենք, այն ժամանակ խոսենք, հիմա հույս ունենք, որ այդպես չի լինի։ Պարոն Սաղաթելյան, դուք կիսում եք նախագահ Քոչարյանի ավելի վաղ արած արտահայտությունը ձևակերպումը, որ սա իրականում ֆիկտիվ գործընթաց է, թե ձևակերպումը իր փոքրինչ այլ էր, բայց տրամաբանությունը Եթե ձևակերպումը փոքրինչ ներողություն, եթե ձևակերպումը փոքրինչ այլ էր, դուք ինչ եք այլ կերպ ձևակերպում։ Իմաստը ես Ռոբերտ Քոչարյանը չի ասել ֆիկտիվ գործընթաց է։ Շատ հստակ ասել է, որ այդ հաջողության հասնելու համար պետքա պայմաններ լինի, պետքա այդ հնարավորությունը լինի եւ
ճիշտ է ասում, ես էլ եմ երկրորդում, այն ինչ որ ասել է այդ իմաստով։ Բայց խնդրում եմ մի փոխեք բովանդակությունը, որ ինքը ասել է ֆիկտիվ։ Ֆիկտիվ չի ասել, այլ բան ասել։ Սաղաթելյան նաև 44 օրյա պատերազմի Ախր տրամաբանությունը դուք հիմա ինչ եք մեկնաբանում մի բան, որ ինքը ամենևին ասել է մեկ այլ բան։ Այդպես չի ասել։ Սաղաթելյան, համարում եք այս գործընթացը նախորդ շաբաթ հրավիրված լսումները եւ դրան հաջորդելիք զարգացումները, որոնք տեղի չեն ունենում։ Impeachment-ի գործընթացը այս փուլում, երբ որ չկա փողոցում շարժում, ինչպես դուք եք ասում, ֆիկտիվ չի արդյոք։ Սկզբից պետք է փողոցը գեներացվի, հետո impeachment-ի գործընթացը ներթափանցի։ Ես այդ մասին շատ հստակ հայտարարել եմ ազգային ժողովի ամբիոնից, բազմաթիվ անգամ նոր բան չունեմ ստեղ ավելացնելու։ Անշուշտ Նաև հեղինակներն են դա ասել, process-ը կհաջողի բացառապես այն դեպքում, երբ որ լինի հուժկու համաժողովրդական կազմակերպված շարժ։ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը արդեն իսկ զեկույց է պատրաստ է հանձնել ազգային ժողովի նախագահին, քննարկում է նիստերի օրակարգ բերվի թե ոչ կամ լսումներ կազմակերպի ամեն դեպքում։ Դուք առասարակ ինչ սպասումներ ունեք, որովհետև մինչև այդ հանձնաժողովի ձևավորվելը մեծ ակնկալիքներ էր ձևավորվում հասարակության մեջ, որ մեծ բացահայտումներ է լինելու, վերջ է դրվելու հարցերին, բայց հիմա եզրակացությունը պատրաստ է, առանձնապես զեկույցը պատրաստ է, բայց առանձնապես չենք տեսնում ոգևորվածություն։ Կարող ենք ենթադրել, որ բացահայտումներ չեն եղել, այն ակնկալիքները, որ կային չի։ Գիտեք, այս նույն ակնկալիքը իրենք ձևավորեցին 16 թվականի ապրիլյան պատերազմի հետ կապված, հիշում վերջում իրականում որևէ բան չկարողացան ապացուցել։ Մենք ի սկզբանե ասել ենք եւ աշխատանքներին չենք մասնակցել պարզ պատճառաբանությամբ։ Հանցագործները չեն կարող քննել իրենց հանցանքները։ Անշուշտ պետք է պատերազմի բոլոր հանգամանքները քննվի մանրակրկիտ եւ ամբողջությամբ, բայց ոչ այս իշխանության կողմից, որտեղ մենք չենք պատկերացնում ոնց կարող է Անդրանիկ Քոչարյանը քննել Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, այսինքն իրենց հանցանքները չեն կարող քննել եւ բացահայտեն։ Պատերազմի հանգամանքները ամբողջությամբ ուսումնասիրվելու է, դրան ամբողջական գնահատական տրվելու է իշխանապողությունից հետո։ Հետևաբար սա ինչ որ անում են, դրա մասին չի։ Բացառում եք, որ բացահայտումներ լինեն եւ հաջորդի քրեական գործեր։ Ես իրանց հետ կապված ոչ մի բան չեմ բացառում, իրանք ամեն ինչին տունակ։ Շնորհակալ եմ։